Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ի տաղավարում քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, բարև ձեզ, շնորհակալություն մեզ հյուրն կարգալու համար։ Պարոն Մկրտչյան, ընտրությունները ավարտվեցին, հետընտրական զարգացումներ կարծես չկան, փողոցները դատարկ են Երևանի, բայց ընդդիմադիրները բողոքում են խախտումներից, ինչ որ Սամվել Կարապետյանն է կոնսոլիդացիայի կոչ անում ընդդիմադիր քաղաքական ուժերին, ինչ դիտարկումներ ունեք։ Շնորհակալ եմ հրավերի համար, սելը ճռալու տեղը սել որն է ճռում եւ այդ իրավիճակի հետ ենք մենք բախվել, նախ դա ընտրություններ անվանել մի փոքր մեզ համար շռայլություն կլինի, դրանք ընտրություններ չէին, քանի որ ընտրությունների արդյունքում ձևավորված պատկերը չի արտացոլում հայ հանրության լիարժեք տեսակետն ու դիրքորոշումը, այդ ընտրություններում առանցքային դեր ու նշանակություն ունեցել հենց Կարապետյանի թիմի կողմից, Բելարուսամետի թիմի կողմից եւ իհարկե Քոչարյանի թիմի կողմից բաժանվող կաշառքը եւ այո, ես նրանց հետ համաձայն եմ այս առումով, որ այս ընտրությունները լրջագույն կասկածի տակ պետքա դրվեն իրենց արդյունքով, տեսեք ես չեմ խոսում իշխանության հավաքած քվեների մասին, նախ որովհետև ինքս քարոզչական թիմին միացել եմ քարոզարշավի ընթացքում, եղել եմ բազմաթիվ բնակավայրերում, տեսել եմ ժողովրդի արձագանքը եւ ինքս քաղաքացիական պայմանագրի ստացած քվեները օրգանիկ քվեներ եմ համարում եւ բյուրեղյա 700,000 պլյուսով քվեներ կան այդտեղ, բայց ընդդիմությունը լեգիտիմության հետ խնդիր ունի եւ ես իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի նաեւ սրա հետ հաշտ չեմ։ Հիմա նրանք քննարկում են խորհրդարան գնալ չգնալու հարցը, հիմա իրենք քննարկում են ընտրությունների արդյունքները չեղյալ համարել երկրորդ ինչ որ փուլի մասին հարցը, բայց այստեղ եթե խոսք կարող է գնալ բացառապես հերթական, արտահերթ ավելի ճիշտ, արտահերթ ընտրությունների ճանապարհով, քաղաքական դաշտի այս կոնֆիգուրացիան վերաձևելու, պատերազմի եռագլուխ կուսակցության 3 գլուխները գլխատելու ճանապարհով եւ այո, ես նաեւ քարոզարշավի ընթացքում եմ ասել, երբեմն նաեւ քաղաքացիների կողմից հարց է հնչել, դու միացել ես քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ես պատասխանել եմ, որ ոչ, գոնե թե այս փուլում ոչ, ես միացել եմ հեղափոխություն 2-ին եւ միացել եմ հեղափոխությանը։ Եվ ինչ որ առումով նաեւ պետքա իրական հեղափոխություն Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենա, այս եռագլուխ պատերազմի հրեշավոր կուսակցություններին քաղաքական դաշտից վռնդելու ճանապարհով։ Ուստի ակնկալում եմ, որ քաղաքական մեծամասնությունը քաղաքացիական պայմանագրի եւ վարչապետի գլխավորությամբ հենց այս օրակարգը առաջ կտանի եւ շատ ճիշտ ուղու վրա է, որ պետք է քաղաքական եւ իրավական առումով ծնկի բերել, չոքացնել պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներին, այն շրջանակները, ովքեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս Հայաստանի Հանրապետությունը են տեսնում քաղաքական ասպարեզում անելիք պետք է չունենան, քաղաքական դաշտը առողջացնել նոր ընտրությունների ճանապարհով ժողովրդի իրական տեսակետն արձանագրել, ոչ թե օրինակ ինչպես էս ընտրությունների արդյունքում Պասկովցի Գագոյի քվեի արդյունքում կամ չգիտեմ Պիծիգորսկի շոր ծախող Արթուրի Քավլիցի, որը մեկի աշխատանք է այստեղ չի թիրախավորում, Արթուրի ձայնի արդյունքում, չգիտեմ Մոսկվայի կամ Մերձ Մոսկովյան շրջանի որևէ շուկայում թթվի Լարյոկի Լիովայի քվեի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ապրող 3 միլիոն քաղաքացին ի վերջո պետքա քվեարկեն եւ հենց այդ 3 միլիոնի կամքը պետքա ընտրությունների արդյունքում արտահայտվի։ Եվ այստեղ պետքա ասեմ, որ այո, քաղաքացիական պայմանագիրը գոնե թե հետընտրական փուլում շատ ճիշտ է դիրքավորվել, օրենսդրական այն բացերը եւ խութերը, որ կային, հիմա փորձում են լրացնել եւ դրա համար պետքա իրենց ողջունել ու ել ավելի գոտեպնդել, որպեսզի ավելի արագ տեմպերով այդ բարեփոխումներն իրականացնեն, դաշտը առողջացնեն, տան այս եռագլուխ պատերազմի եռագլուխ ուժերին տան քաղաքական առաջին հերթին, հետո իրավական գնահատական, այնուհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից հերթական անգամ վստահության մանդատ խնդրեն։ Իսկ այդ պարագայում ես ես հավաստիացնում եմ քաղաքացիական պայմանագիրը ոչ միայն խնդիր չի ունենա ժողովրդի մեծամասնության քվեն ունենալու, այլ հենց այդ սահմանադրական մեծամասնությունը շատ ավելի կայուն դիրքերից ժողովրդի լեգիտիմության, ժողովրդի տված լեգիտիմ քվեների արդյունքում ինքը կձևավորի։ Իսկ իրականում հիմա որ այս կոնֆիգուրացիայի խորհրդարանը եթե մենք դիտարկենք, այս խորհրդարանը Հայաստանի Հանրապետության խաղաղ
ապագայի տեսլականի համար կամ դրա տակ դրված ռումբ է, որովհետև եկեք չմոռանանք, որ նաև մենք ունենք անելիքներ։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում վարչապետ Փաշինյանը անընդհատ խոսել է սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու մասին եւ սահմանադրական հանրաքվե կազմակերպելու մասին, ու այդ հարցը նաև ունի արտաքին շահառուներ ինչ որ առումով։ Թող որևէ մեկը չջղաձգվի հիմա շահառուներ բառից, որ ես արտահայտում եմ, բայց իրականում այդպես է։ Հակառակ պարագայում ես շատ բաց այդ խոսակցությունը հիմա ուզում եմ վարել նաև ձեր լսարանի հետ եւ մեկնաբանությունների դաշտում քաղաքացիները թող ակտիվ լինեն։ Բացատրեք ինձ խնդրում եմ, ինչ գործ ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ հղում անկախության հռչակագրին, որտեղ խոսք է գնում Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին միացնելու մասին։ Այդ իղձը, փափագը, պապուկը տակը ում համար ոնց հարմար է, թող այդպես էլ ընդունի։ Դա ինչպես է բացատրվում այն պարագայում, երբ որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հաջորդը 2018 թվականին քաղաքացիները հեղափոխություն իրականացնելով նաև Սերժի սահմանադրությունն էին մերժում եւ Սերժի սահմանադրության ժողովրդի կողմից չընտրվելն էին մերժում ու նոր սահմանադրության հարց էին բարձրացնում։ Այսինքն սա դեռ 2018-ից մեր առաջ դրված խնդիր է, որ պետքա լուծենք, իբրև հասարակություն, իբրև ժողովուրդ։ Եվ իհարկե դատաիրավական համակարգի այս բեսպրեդելի վերջի վերջո պետքա տրվի թե ոչ։ Ես քարոզարշավի ընթացքում նաև վարչապետին եմ մոտեցել, հրապարակային բաց այդ մասը կա, եւ դատաիրավական համակարգի վերաբերյալ իմ տեսակետն ու ժողովրդի մեծամասնության տեսակետն ու առնվազն հավատի բացակայությունն եմ մատնանշել։ Ու պատասխանը եղել է, որ պետք է սահմանադրական մեծամասնություն ունենա քաղաքացիական պայմանագիրը, սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնի, լինի հանրաքվե, որի արդյունքում ընդունված նոր սահմանադրության մեջ բոլոր դատավորները համարվելու են դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ։ Հիմա եւ կամ մյուս կողմից իհարկե Ալիևը, Ալաշուքյուր Փաշազադեն, Կիրիենկոն, Պուտինը, տեղական Պուտինի գրպանային արբանյակները, ովքեր Հայաստանի Հանրապետության ներսում անընդհատ փորձում են խժդժություններ մտցնել, ադրբեջանական նարատիվեր բերել, քննարկման առարկա դարձնել եւ ի վերջո այդ նարատիվերը ինչ որ մի պահի նաեւ բուտ գործիքի եւ մահակի են վերածվելու հենց մեր պետության անկախության սուվերենության գլխին հարվածելու համար, պետությունը ավելի խոցելի դարձնելու համար։ Այսինքն մեծ հաշվով այդ ուժերին չհաջողվեց գալ իշխանության, բայց հետագա մեր, այսպես ասած, զարգացմանը կարող են խոչընդոտել խորհրդարանից ձեր դիտարկմամբ այն պարագայում, երբ քաղաքացիական պայմանագիրը չունի սահմանադրական մեծամասնություն։ Այս ուժերը դե յուրե այլ հարց է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավուր պատշաճի իր պարտականությունները չի կատարել եւ դժգոհություն ունեն կենտրոնական ընտրական հանձնաժողովից, իդեպ քաղաքական բոլոր ուժերը այստեղ, այդ թվում նաեւ իշխանությունը։ Այլ հարց է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր ողջ աշխատակազմով նախագահի գլխավորությամբ իրենց տեղում չեն եղել եւ ժամանակին չեն արձագանքել այս զարգացումներին։ Հակակոռուպցիոն կոմիտեի ամենօրյա տարածվող հայտարարությունները եւ բացահայտումները ընտրակաշառքի մասին նրանց համար առողջինչ է եղել։ Դե ի՞նչ է։ 1000 դեպքից մեկն է բացահայտվել է։ Եթե այս վերաբերմունքը չլիներ, ես կարծում եմ դե յուրե սրանք չէին հայտնվելու խորհրդարանում եւ շեմը հաղթահարելու խնդրի առաջ էին բախվելու կամ առասարակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սրանց ականջից թղթով բռնած պետք է դուրս շպրտեր քաղաքական մրցակցային պայքարից։ Անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար, փողի քսակները բացելու համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, չգիտեմ, թող ներեն ինձ մեր հայրենակիցները ոչ եթերային լեքսիկոնի համար, տեցի կռուկի կանգնող որևէ մարմնավաճառի տեղ դնելու համար պետքա պատասխան տային, պետքա դուրս մղվեին քաղաքական դաշտից։ Եթե դա չի եղել, դե յուրե մարդկային առումով, այս ուժերը լեգիտիմ չեն։ Եվ նրանց խորհրդարան գնալ-չգնալը որևէ առումով պետք է քաղաքական մեծամասնությանը եւ ժողովրդին, քաղաքական մեծամասնությանը ես չեմ առանձնացնում, տեսեք, ժողովրդից, որովհետեւ ժողովրդի մեծամասնության քվեն է ստացել եւ ժողովրդավարության կանոններն ասում են, որ իրենք են ներկայացնում ժողովրդի մեծամասնության տեսակետը։ Քաղաքացիական պայմանագիրն ու ժողովուրդը պետք է կաշկանդված չլինեն այս ուժերով եւ որևէ պարագայում միևնույն ժամանակ չհանդուրժեն այս ուժերի ներկայությունը խորհրդարանում։ Ուղղակի չհանդուրժեն։ Ճանապարհներ կան։
դա անելու։ Վարչապետը օրինակ կարող է երկու անգամ քաղաքացիական պայմանագիրը, եթե անգամ Սահմանադրական դատարանը չճանաչի անվավեր այս ընտրությունների արդյունքները, հանգիստ կարող է քաղաքացիական պայմանագիրը երկու անգամ վարչապետ չառաջադրել կամ առաջադրել եւ չընտրել ու տանել ոչ թե կերկնակվյարկության, այլ արտահերթ ընտրությունների բացառելով Պուտինի գրպանային տեխնացուների մասնակցությունը ընտրություններին։ Ինչու՞։ Էլի եկեք մի հատ էլ արտաքին ռակուրսից սա դիտարկենք, որովհետեւ Պուտինը անկախ են հանգամանքից, որ Փաշինյանի առաջ խնդրում էր, որ պրոռուսական ուժերին թույլ տա մասնակցեն ընտրություններին, Փաշինյանը իր հեճուկս Պուտինի եւ Պուտինի խնդրանքներին տուրք տալով ասեց լավ թող մասնակցեն։ Ով Հայաստանի քաղաքացի է, բայց քո գրպանայինն է անգամ եւ օրենքով կաշկանդված չի, թող մասնակցի։ Կալուգացին չի կարող, որտեղ ինքը կալուգացի է, փաստաթղթերով, մեկ էլ Կիպրոսցի է։ Առայժմ չի կարող։ Մասնակցեցին։ Ինչ եղավ։ Լոլիկի ճանապարհը փակվեց։ Դեռևս չհասած Ծիրանի մեջ ցուպիկներ գտնվեց։ Ջերմուկի ճանապարհը փակվեց։ Ամբողջ գյուղմթերքի ծաղիկի ճանապարհը փակվեց։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հավելյալ խոչընդոտներ ստեղծեցին։ Կակոյ պրիվետ։ Նաև միջազգային հարաբերություններում այդպես պետք է լինի։ Էլբեթար ատվետ նոր ընտրություններ, արտահերթ ընտրություններ առանց Պուտինի գրպանային տեխնացուների, սա է բանաձևը եւ հավաստիացնում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սրա հետ հաշտ են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եթե 700,000 եւ ավել քաղաքացի քաղաքացիական պայմանագրին ձայնա տվել այս օրակարգի համար, այս օրակարգի մատնանշած ворթեգրելու պարագայում 1 միլիոն քաղաքացի պատրաստ է հանրապետության փողոցները ողողել եւ իրական հեղափոխություն անել ու լրջագույն դաս տալ պատերազմի եռագլուխ կուսակցության այդ մխտրված առաջնորդներին, տեխնացուներին, ընտրակաշառակներին չեն ասի 8 տարի իշխանության եք ամեն օր ձայնագրություններ հրապարակվում, ինչի բերեցիք հասցրեցիք այսօրվան, որ այդ ուժերը մասնակցեն։ Ներողություն, քաղաքացիների հետ քաղաքական ուժերը պետքա ոտք չմեկնեն եւ ենթարկվել քաղաքացիների կամքին եւ արտահայտած յուրաքանչյուր մտքի տեսակետի բողոքի հետ եւ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք այդ բողոքը բարձրացնելու։ Այո, 8 տարվա իշխանությունը չկարողացավ ի վերջո 2026 թվականի առաջին ոչ արտահերթ ընտրությունները կազմակերպել այնպես, որ մենք մեզ չզգանք Սերժի Հայաստանում, որ հետ չկա ընտրակաշառքի ինստիտուտը հետ չգա, որ ընտրակաշառքի միջոցով կալուգացիներն ու բելարուսամետներն ու չգիտեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածից տակ դնողները չգան, հայտնվեն խորհրդարանի, վերջո եկեք արձանագրենք Պուտինը ինչ պլաններ ուներ Հայաստանում։ Պլան մաքսիմում իրականացնել իշխանափոխություն, պլան մինիմումը Կիրենկոյի առաջ դրված, դա Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ընդդիմության արչի չափաբաժին է, իսկ տվյալ դեպքում ընդդիմությունը ամբողջապես վերցնելն է։ Եվ այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը խոցելի է դարձնում նաև այս չակերտավոր ընդդիմության, այս ընտրակաշառատումների գործունեությունը խորհրդարանում, նաև արտաքին սպառնալիքներ է մեր ուղղությամբ գեներացնելու։ Եվ իզուր չի, որ վարչապետը երեք խոսեց 500,000 սրանց ձայն տված այն քաղաքացիների մասին, որ իրենք Ղարաբաղյան հակամարտություն բացող չեն այդ քաղաքացիները։ Ընտրակաշառքն է աշխատել։ Հիմա այս շրջանակը փորձում է տպավորություն ստեղծել, որ այդ քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացող են, 300,000 մտածածին ադրբեջանցիներին հակադրվում են 600,000 հայերի վերադարձով եւ այլն եւ այդպես շարունակ ու դա արտաքին լրջագույն խնդիրներ է մեր առաջ բերում։ Իսկ մեր ժողովուրդը խաղաղության օրակարգին այո է ասել, կրկնում եմ Հայաստանի Հանրապետությունում ապրող, արարող դժվարությունները իր ուսերի վրա տանող քաղաքացին խաղաղության օրակարգին այո է ասել։ Ինչի եք ուզում, որ այդ մարդկանց քվեն զրոյանա կամ այդ մարդկանց տրված վստահության քվեն կասկածի տակ դրվի կամ թիրախավորվի անգամ։ Ինչի եք ուզում։ Ինչի, երբ որ հանրության շրջանում կա ճնշող մեծամասնության մոտ պահանջ, հանրությունը շարունակում է արդարության ծարավ լինել։ Հանրությունը ուզում է Ռոբերտ Քոչարյանին ճաղերի ետևում տեսնել։ Հանրությունը ուզում է Ռոբերտ Քոչարյանին ոչ միայն ճաղերի ետևում տեսնել, Ռոբերտ Քոչարյանին ուզում է Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտից վռնդված տեսնել, որ այս մարդիկ էլ քաղաքականությամբ չզբաղվեն։ Իսկ վարչապետ Փաշինյանի սկզբունքայնության վրա ես կես գրամ անգամ չեմ կասկածում։ Այսինքն նախընտրական խոսքերը կկատարեք։ Ոչ միայն նախընտրական, ինքը նաև շատ ավելի վաղուց մինչև ընտրական փուլ մտած շրջանում ազգային ժողովում
կամ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ 26 թվականի ընտրություններից հետո քաղաքականությամբ զբաղվող ոչ մի նախկին նախագահ եւ ոչ մի նախկին պաշտոնյա չի լինելու։ Իսկ դա ո՞նց է հնարավոր։ Այս մարդկանց գլխին արդարության եւ արդարադատության սիմվոլ մուրճով բամփելուց հետո այլ տարբերակ չկա։ Ձեր դիտարկմամբ օրինակ Սամվել Կարապետյանի հետագա ճակատագիր ինչպիսին կարող է լինել Հայաստանում, ինքը Ռուսաստանից եկավ, Հայաստանի հետ որևէ առնչություն չուներ գոնե քաղաքական իմաստով, հիմա այս իր կոչերը կոնսոլիդացիայի քաղաքական ուժերի հետագա ինչ-որ գործունեություն հնարավոր է ինքը ծավալել։ Ես ինչ հիշում եմ, Սամվել Կարապետյանը եկել է Հայաստանի Հանրապետություն, չի եկել կոնսոլիդացնում, այդպես էլ չի կոնսոլիդացնում։ Այս ժամանակին Տեր-Պետրոսյանը դռների մոտ հերթ էր կանգնել, որ կոնսոլիդացվեր իր հետ։ Ինչի՞ չկոնսոլիդացվեց։ Քաղաքական դաշտում ով կար, որ փողի հոտը շատ շուտ առնում են եւ այդ փողի հոտի վրա հոտոտող շան բնազդով սկսում են գնալ, ով կար Սամվել Կարապետյանի դռների մոտ հերթ է կանգնել։ Դա կարծում եմ հենց պարոն Կարապետյանը չի ժխտի։ Ինչի ժամանակին չկոնսոլիդացվեցին։ Կամ իրենց թվում է, որ այդ կոնսոլիդացիան ինչ-որ արդյունք է տալու։ Այսինքն իրենց թվում է, որ Պսկովցի Գագոն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում փողոցային շարժման արդյունքում ինչ-որ արդյունք է գրանցելու։ Լուրջ եք ասում, կարող է իրենք են լուրջ ընդունել։ Անկախ նրանից, թե Գագոյի ջեբը ինչքան փող կկողեն։ Գագոն առաջին իսկ հնարավորության դեպքում ինքնաթիռի տոմս է փնտրելու ու գտնի։ Դա էլ հարց է կգտնի, թե չի գտնի։ Այսինքն դուք չեք հասկանում, որ իրենք սնանկ են։ Իրենք փողով, կաշառքով ծերին այդ ձայները հավաքել են։ Հիմա երկրորդ փուլ են պահում, մարդիկ արտահերթ ընտրություն էլ չեն պահանջում, երկրորդ փուլ են պահանջում։ Նոնսենս է։ Սամվել Կարապետյանի ապագան իր փոքրիկ խմբակը քրեակատարողական հիմնարկից կամ էլ, չգիտեմ, առայժմ տնային կալանքի մեջ գտնվելով պետքա փորձի վերաձևավորել, վերադասավորել, ուշադիր լինել, որպեսզի, չգիտեմ, իշխանության նավի ուղղությամբ գնացող падգամավորներ չլինեն եւ մի խորհուրդ բարի եւ անվճար խորհուրդ պատերազմի եռագլուխ կուսակցությանը։ Եթե իրականում քաղաքական որևէ խնդիր եք ուզում լուծել, մի վերցրեք մանդատները, տիկնայք եւ պարոնակ։ Ինչու՞։ Հետագայում ավելի վատ իրավիճակում են հայտնվելու, ես ձեզ հավաստիացնում եմ։ Երբ որ ազգային ժողովում տեղի ունենան փակ գաղտնի քվեարկություններ, պատերազմի եռագլուխ կուսակցության շարքերում հայտնվելու են քաղաքական առնետներ, ովքեր փնտրելու են տաքուկ անկյուն, որտեղ կլինի պանիր, մի կտոր եւ համաձայնության կգան իշխանության ռուսական կալոշից քաշած սամագոն։ Ու իրենք իհարկե համաձայնության կգան, կուլիսներում առևտուր կանեն, կաշիները կփրկեն։ Եթե չեն ուզում այս սցենարի հետ բախվեն, այս փուլից թող չվերցնեն այդ մանդատները, որովհետև այդ մանդատները բարոյական մարդկային իրավական առումով անգամ իրենցը չի, այդ փողով առած մանդատ է։ Հիմա այս ձգձգումը կարող կապված է նրա հետ, որ այսպես շատ հավատարիմներին են ման գալիս ցուցակի հարցերը չեն գտնելու։ Մի մարդու շուրջ եթե համախմբվեն բացառապես իր փողի համար, դուք ինչ եք մտածում, այդ մարդը ուժեղ է առհասարակ կամ ինչով է ուժեղ։ Այդ փողը կամ մի օր պրծնում է, կամ իսկ այս դեպքում պրծնելն էլ վերջանալն էլ փողի նաև շատ հավանական սցենար է, հատկապես Պուտինի վերջին ստորագրած օրինագծերից հետո Ռուսաստանի Դաշնությունից դուրս գտնվողների ունեցվածքը պետականացնելու։ Հայաստանի Հանրապետությունում էլ ինչ ուներ վերցրել են մի հատ տաշիր պիցայա ոնց որ թե մեկ էլ մի քանի եւս կազմակերպություն, կարծում եմ պետությունը դրան էլ կհասնի։ Ապօրինի գույքի հարստացման մասին օրենք նաև իրենց վրա կազդի։ Ինչ գործունեություն պետքա ծավալի, թող պատրաստվեն պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդները համապատասխան վեշ-մեշոկը կապեն եւ ոչ թե օդանավակայան շտապեն, այլ սպասեն երբ են իրավապահները իրենց դուռը թակում եւ իրենց ուղեկցում համապատասխան խուցը։
Դե այդ մեթոդները երկրորդ են իրենց նկատմամբ, տեսնում եք ինչ աղմուկ է բարձրանում հաճախումների մասին, թե Հայաստանում ինչ աղմուկ, ով է ճնշում բարձրացրել։ Երեք վարչապետ Փաշինյանը պարզ հրապարակային բաց հայտարարեց, եթե համաձայն չեք այս օրակարգի, դուրս եկեք հեղափոխություն արեք, ինչի դուրս չեն գալիս։ Սիրելի հայրենակիցներ, ինչի դուրս չեք գալիս, դուք չեք ուզում, դուք միթե դեմ չեք, որ Ռոբերտ Քոչարյանը չդատվի։ Ավելի ճիշտ կողմ չեք, որ Կարող է շոկ է իրենք սովորաբար աշնանն են հիշում եք ակտիվանում ասում։ Լավ էլի, այս ընդդիմությունը սեզոնային վարկով պայմանավորված մաշվեց միջև քոքը։ Ռոբերտ Քոչարյանից տեսանք, թե ինչ մնաց։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Իդեպ նույնիսկ սա շատ չէ։ Ես ասել եմ, հիմա էլ պետք թույլ տվեք կրկնեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներն իրականում գերի են։ Գերի են Կիրիենկոյի ձեռքին, գերի են Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաների ձեռքին, գերի են այս շրջանակի ձեռքին ու պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներն ուզում են պալաստալ, ճողոպրել, բայց Կիրիենկոն դաժան է եւ անողոք ու թույլ չի տալիս, ասում է ոչ, պարոնայք, մինչև վերջին խազը պետքա ծառայեք, պետքա անիշխանության մթնոլորտ ստեղծել, լեգիտիմությունը կասկածի տակ դնել, պետքա անեք, պետքա փողոց դուրս գալ քաոսային իրավիճակ փորձել ստեղծել, պետքա անեք այնքան մինչև քոքը մաշվեք ու դուք անպիտան լինեք ու գտնվեն նոր հաճախորդներ ձեր փոխարեն ու հիմա իրենց վիճակը նախանձելի չի իրականում իրենք իհարկե հաշտ համերաշխ շատ ուրախ կգան կնստեն խորհրդարանում դերոշները կտանգեն ամբախ-զամբախ դուս կտան այսինքն նույն ինչ որ 5 տարի ամբախ-զամբախ դուս կտան ստեր կտարածեն աշխատավարձը կստանան պարգևավճարը կստանան հոպարը չայևոներն ու բաները կիչացնի, կյանքն ուրախ ապրուստը ձրի, ոչ խելք ունեն, ոչ մեղք, իրանց ինչ կա։ Մեծ հաշվով նույն ինչ որ տեսել ենք նախկին 5 տարիների Ես այդ խորհրդարանի հետ հաշտ չեմ։ Ես հաշտ չեմ, առավել եւս եթե նշվում է ընտրակաշառքի մասին, ընտրակաշառքով ձևավորված որևէ խորհրդարանական ուժ, եթե կա, որ ընտրակաշառքի արդյունքում հայտնվել է, այդտեղ այդ խորհրդարանը լեգիտիմ չի ամբողջապես։ Եվ իրականում եկեք արձանագրենք, որ խորհրդարանը լեգիտիմ չի, եթե չլիներ պատերազմի եռագլուխ կուսակցության կողմից բաժանված փողերը, դրսից բերված ընտրական տուրիստները, վստահաբար քաղաքացիական պայմանագրի հավաքած քվեները բավարար կլինեին սահմանադրական մեծամասնություն ամրագրելու համար։ Ի վերջո սա եւս իրականություն է, որի հետ պետք է առերեսվենք ու հիմա չկա։ Խորհրդարանի պատկերը աղճատված է, անկախ նրանից ԲՀԿ-ն, Բելարուսամետը այնտեղ կլինի, թե չի լինի, ինքնին աղճատված է։ Ու կրկնում եմ, իրավական մուրճը ամենաբիրտ ձևով եւ շատ կարճ ժամկետներում հեղափոխական տրամաբանության մեջ պետք է իջնի սրանց գանգին, քաղաքական դաշտը առողջացվի միջամտությամբ։ Ես համաձայն եմ, որ քաղաքացիական պայմանագիրը հեղափոխությունից հետո միջամտություն չի իրականացրել քաղաքական դաշտում դաշտը առողջացնելու համար։ Կուսակցություններ չեն փակվել օտարերկրյա նարատիվեր բերելու համար, կուսակցություններ չեն փակվել հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար, կուսակցություններ չեն փակվել, ովքեր հոկտեմբերի 27-ը սրբության սրբոց եւ չգիտեմ էմոցիոնալ պորտկում էին համարում։ Ու այդպես մարտի 1 իրականացրածները քաղաքականությամբ են զբաղվում։ Իհարկե միջամտություն չի իրականացրել, բայց հիմա եկել է պահը վիրահատական միջամտությունների արդյունքում քաղաքական դաշտը առողջացնել։ Եվ իհարկե որ հիմնակարային եւ շատ կարեւոր է հանրության հետ սկսել կրթական լրջագույն աշխատանքներ ծավալել, չգիտեմ, քաղաքական դպրոց հիմնել ընդհուպ դպրոցներում, ավարտական դասարաններում, համալսարաններում։ Ի վերջո մեր քաղաքացիներին պետքա կրթել, բացատրել, հարկեք ընդունենք, որ կան քաղաքացիներ, ովքեր դեռ մինչև այսօր ընտրակաշառքի դիմաց գնում են ընտրությունների հետ, դա էլ է խնդիր, դրա հետ էլ պետք է առերեսվենք, բայց ներողություն այդ ընտրակաշառքով մարմնավաճառի հոգեբանությամբ մարդը իր կամքով կարա գնա տեցի կռուկ հայտնի վայրում, որտեղ Բելարուսամետի տղեն ժամանակին կրակում էր, հիմա էլ այնտեղ բիզնես գործունեություն են ճակերտավոր ծավալում ոմանք, ինքը կարա գնա այնտեղ իր ծառայությունները մատուցի։ Լավագույն դեպքում իր կամքով, իր ազատություններից օգտվելով, դա էլ օրենքի հետ խնդիրներ ունի, բայց իր ձայնով իմ
մեր երեխաների ապագան, մեր հայրենիքի ապագան կասկածի տակ դնել, որևէ մեկը թույլ չի տալու իրենց։ Որևէ մեկը թույլ չի տալու եւ առաջին հերթին պետությունն ու իր ինստիտուտները, պետության համը պետք է սրանց բերանում մնա։ Ու այդ դատաիրավական համակարգում էլ, որ հիմա կան շրջանակներ, հատկապես դատական համակարգում, որ փորձում են սրանց շողքի տակ վեր թռնել ու փորձել հակահեղափոխության ալիք բարձրացնել, փորձել ամենօրյա ռեժիմով քաղաքական մեծամասնության վարկանիշը մաշեցնել, իսկ իրականում քաղաքացիական պայմանագրի վարկանիշը եւ վարչապետի վարկանիշը, եթե անգամ մաշվել է, եթե անգամ պակասել է, դա եղել է դատական համակարգի անգործության արդյունքում։ Եթե իրենց թվում է հիմա արդից կարան օգտվեն, թող զգուշ լինեն, որովհետեւ հեղափոխություն 2-ի գաղափարը ես շարունակում եմ կենսունակ համարել եւ շարունակում եմ պնդել, որ այս երկրում հեղափոխություն 2-ը պետք առանց թավիշի։ Առանց թավիշի, ասել եմ, էլի կասեմ, փոխանակ Քոչարյան-Սարգսյան զույգը ու նրանց շերեփուկները Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի եւ այլևս իրենց կողմից ընտրված վարչապետի ոտերը լվան ջուրը խմեն, որ իրենց հանդեպ վենդետա չի իրականացվել, կամ այդ արդարադատության մուրճը իրենց գանգին չի իջել։ Այս մարդիկ քաղաքական հայտ են ներկայացնում, Կիրիենկոյի մոտ ծառա են աշխատում, Ռուսաստանի Դաշնության շահերն են առաջ բրդում, Ալիևի թեզերն են բերում, այստեղ քննարկման առարկա դարձնում։ Լավ է, ժողովուրդը ներվ ունի, էլի, մեղ կա։ Իրոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներվերը տեղի են տալիս։ Ու նորից եմ կրկնում, թող փորձի եռագլուխը։ Թող փորձի եւ այդ հեղափոխություն 2-ի հետ իրանք ոչ միայն կբախվեն, բախվելուց հետո իրանք մեծ կտոր ականջը կմնա։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատրաստ են։ Հայ-ռուսական հարաբերությունները ոնց կզարգանան հետագայում, Ռուսաստան մինչև հիմա չի շնորհավորել Հայաստանին ընտրությունների հետ կապված, միջնորդեցին Սամվել Կարապետյանի մասնակցության համար չհաջողվեց, Սամվել Կարապետյանը չկարողացավ դառնալ վարչապետ, բայց գոնե այն մինիմումը կարողացան փոխել, դուք էլ ձեր խոսքում ասացիք, այսպիսի խորհրդարան ունենալով ընդդիմության մեծ մասով, հետագայում ինչ է սպասվում մեզ, ինչպես էլ Ռուսաստանի Դաշնությունը տնտեսական մահակը մեր գլխին շարունակելու է կիրառել, ուկրաինական հզոր հարվածների ֆոնին այլևս Մոսկվա քաղաքին ընդհուպ կարող են տեղի հայերը Ռուսաստանի Դաշնության թիրախավորվել, ոմանք ճանապարհվեն ռազմաճակատ, ոմանք Հայաստանի Հանրապետություն հեղափոխություն անելու, որովհետև այնտեղ իրենց խլեբից կկտրվեն իրենք, իսկ իրենք այդպես տրամադրված կգան, բայց այստեղ հանգստացնողները կբավարարեն իրենց հանգստացնելու համար։ Ես հավաստիացնում եմ ձեզ։ Էսա տնտեսական սանկցիաներ, տեղի հայությանը մահակ դարձնել, անընդհատ հարվածել Հայաստանի Հանրապետության գլխին, տեղական էս Կիրիենկոյի հաճախորդներին կամ Կիրիենկոյի տեղակալների հաճախորդներին ակտիվացնել, փորձել փողոց գեներացնել, ընտրությունների արդյունքների վրա ստվեր գցել են դեպքում, որ իրական ստվերը հենց իրենք են, իրական կեղտը կամ ռուսերեն ասած պիտնոն իրենք են այդ ընտրությունների վրա, ու իրենք այդ պետքա հեռացվեն վիրահատական միջամտությամբ այլևս, սա են փորձելու անեն։ Այլ բան չկա։ Հայաստանի Հանրապետությունը ուղղակի այստեղ պետքա adekvat արձագանքի։ Какой привет, էլ Պետարատվետ, եղբայր Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ԵԱՏՄ անդամ պետություն լինել եւ հիմնադիր պետություն լինել եւ եթե հիմա արդեն արգելվում է նաեւ Ռուսաստանի Դաշնությունով տարանցիկ ճանապարհը դեպի ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ, ԵԱՏՄ աշխատանքը պետք է Հայաստանը իր ձեռքի տակ եղած գործիքակազմով, լեգիտիմ գործիքակազմով գնա պարալիզացնելու ճանապարհով։ Ոնց կբարևեք այդպիսի պատասխանել կստանաք։ Իսկ տեղական Պուտինի տեխնացուներին ուղղակի դուրս վռնդելով։ Դուք այդպես, մենք էլ այսպես, այլ տարբերակ չկա։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը անընդհատ իր այդ կեղտոտ քիթը փորձում է խոթել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ։ Ու հենց այդ միտումն ունի դեռևս չհասունացած ցոգոլ վիճակում ծիրանի մեջ ինչ որ ցուպիկներ գտնելը։ Դե Եվրամիությունը այդքան աջակցեց Հայաստանի նախընտրական շրջանին հիբրիդային այդ հիմա էլ է աջակցել։ Հիմա էլ այո, հայտարարում են աջակցության մասին ինչ որ փաթեթներ են մշակում։ Օրինակ, եթե այս աջակցություն չլիներ, այս չափով Հայաստանը կկարողանար դիմակայել այն ագրեսիային, որ Ռուսաստանը դրսևորեց նախընտրական շրջանում։ Նախ աջակցությունը ինքն իրենով օգնող ձեռք է եղել մեծ, բայց Հայաստանի Հանրապետությունը նաև անկախ աջակցություն լինել չլինելուց պետք է իր
արտաքին հարաբերությունները չպայմանավորի տեր կամ ծառա այս բանով, հա, իսկ Ռուսաստանի Դաշնությունը մեզ հետ այդպես է շփվում, այսինքն ներողություն Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունները ինչ կապ ունեն Ծիրանի հետ, Ծաղիկի հետ, գյուղմթերքի հետ, գյուղացու հետ, Հայաստանի Հանրապետության ժողովրդի ու քաղաքացու հետ, այդ որ Պուտինն ասում է մենք հայ ժողովրդի բարեկամներ ենք։ Ձեր Ղարաբաղը չկա, առաջ Ղարաբաղներ հիմա տնտեսական այո։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի աջակցություն ստանալ թե Եվրոպական միությունից, թե Միացյալ Նահանգների ներդրումները տեղ կհասնեն, եւ ի վերջո այս ժողովուրդը մութ ու ցուրտ տարիներ տեսած Ղարաբաղյան առաջին պատերազմի են ծանր բեռը իր ուսերին տարած ժողովուրդ հա ու շատ լավ հասկանում է։ Այլ հարց, որ Երևանում գուցե այդքան լավ չեմ պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում եւ Երևանում սկսում են ավելի շատ բան անել, հա, գյուղացու մասին մտածել։ Այդ միֆ է, այդ չկա դե այդպիսի բան։ Գնացեք գյուղեր, գյուղմթերք արտադրողի հետ շփվեք, այն հասարակ տանջվող գյուղացու հետ շփվեք, սնուցող մայրերի հետ շփվեք, հայրերի հետ շփվեք, հող մշակողների հետ շփվեք, Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացիների հետ շփվեք ու տեսեք այդ քաղաքացիները ինչ են ասում, ինչ իրենց թվում է մի պարկ կարտոֆիլով, մի բալոն հեղուկ գազով, երկու արկղ ծիրանով, խոպանի երկու գրոշով Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կամ ինքնիշխանությունը կամ ազատությունը կարող են առնել, սրան էլ կդիմանանք, ինչ է եղել։ Բայց պարադոքսալ է, չէ, որ այդ նույն գյուղացու մասին մտածողները ընտրություններից հետո ասում են գյուղացիները Փաշինյանին ձայն տվեցին։ Դե իրենք իրականում ոչ գյուղացու մասին են մտածում, ոչ Ղարաբաղցու մասին են մտածում, ոչ Հայաստանի Հանրապետության մասին են մտածում։ Իրենք լափամանից զրկված չակերտավոր պսևդո էլիտայի շերեփուկներ են, ովքեր ուզում են վերադառնալ կերակրատաշտի մոտ, լափել, գրփել, չրփել, հեծնել, ֆեոդալ կարգել, ֆեոդալ հանել, ֆեոդալի մոտ էթալ, ուտել, խմել, սրանցը էսա էլ է։ Ով են եղել իրանք։ Ով է Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրենց համար։ Ճորտ։ Աշխատող, աշխատուժ, էժան աշխատուժ, որ պետք է աշխատի, իրանք հարստանան։ Հիմա փոխվել է իրավիճակը։ Հիմա դեռ իրանք իրենց թալանը պետք է վերադարձնեն այդ քաղաքացուն։ Շնորհակալություն պարոն Մկրտչյան հետաքրքիր զրույցի համար, տաղավարում հիշեցնեմ հյուրընկալել էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանին, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար